խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Ստրասբուրգում գումարվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ։ Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնարարությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որևէ հարց։ Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը։ Քաղաքացիներն այլևս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու հարցում։ Աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության բանակի օրն է։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիրելի հայրենակիցներ, պարոնեք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ։ Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում։ Այսօր, արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել, կառուցելով անվտանգ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան։ Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջև եւ մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։ Փառք հայոց բանակին։ Կեցցե ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Հունվարի 28-ը հայկական տոնացույցում ամենանվիրական օրերից է։ Սրանից ուղիղ 34 տարի առաջ ընդունվեց պատմական որոշում, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բանակը։ Բանակը եղել է եւ պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնումը, հաճելի հոգսը։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Հունվարի 28-ը մեզանից յուրաքանչյուրի համար դարձավ խոնարհումի, պատասխանատվության, հաշվետվության ու հավերժ շնորհակալության օր։ 1991-ին գործադիրում արդեն կար պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին որոշում, կառույցը ձևավորվեց ու պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, իսկ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը վստահվեց Անդրանիկ Քոչարյանին։ Առաջին կոչումները շնորհեց պաշտպանության նախարարը եւ ստեղծեց առաջին շարային ստորաբաժանումները, գնդերը։ Լուսակերտի գունդը, Կիրովական գունդը, Մարիաքաղաքի Սանտա գրոհային գունդը եւ այդպես։ Մենք ունեցանք նաեւ դրա հետ կապված շատ բարդ ընթացքներ, կապված պրոֆեսիոնալների, ոչ պրոֆեսիոնալների դրանց ինտեգրման, օրենսդրական դաշտի ստեղծման եւ վերջնահաշվարկում մենք ունեցանք 94-ի հաղթանակների արձանագրում եւ որոշակի հրադադարի պարտադրանք հակառակորդի համար։ Դրանից հետո ունեցանք հաջողություններ, անհաջողություններ եւ այսօր ունենք խաղաղություն, որի հիմնական գրավական եւ պաշտպանը պետք է լինի Հայաստանի զինված ուժերը։ Բանակն իր կայացման ճանապարհին անցավ դժվար ու առանցքային փուլերով։ Զուգահեռ մեզանում արմատացավ բանակը խնամքով սիրելու ընկալումն ու խորհրդանշական այս օրը դարձավ խաղաղության վերաիմաստավորման օր։
Արդիական նորագույն տեխնոլոգիաներով զարգացած բանակ եւ հայրենասիրական բարձր գիտակցումով զինվոր այս ամենի համադրման է, որ պետության կողմից ամեն օր բարեփոխվում է մեր բանակն ու արմատավորվում մեկ կարևոր սկզբունք. հայրենիքի շահը վեր է անհատի շահից։ Բանակը զինվորականը դա ազնվականությունն է պետքա լինի մեր երկրի, մեր ժողովրդի, որտեղ նա իր կյանքով է դնում այդ խնդրի լուծմանը։ Ամենաթանկ բանը։ Քոչարյանը նշում է, որ անցյալի անտարբերությունից պետք է դասեր քաղել, ամեն ինչ պետք է լինի կրթական բարձր հենքի վրա, հովանավորչությունն ու կոռուպցիան բանակում տեղ չպետք է ունենան։ Անվտանգային միջավայր, ժամանակակից սպառազինություն, պրոֆեսիոնալ վարքագիծ, զինվորից մինչև գեներալ ու պայմանագրային։ Թե նախկինում մենք մտածում էինք, որտեղից պետքա գան այն կադրերը, որոնք պետքա բանակաշինությունը դարձնեն իրականություն, այսօր մենք ենք պատրաստում մեր կադրերին, եւ այսօր մեր բանակը իր առջև դրել է շատ ամբիցիոզ խնդիրներ եւ լուծումը, որոնք են սպառազինություն, կրթություն, առաջընթաց, ավելի բարձր մակարդակի խնդիրների լուծում, ռազմական տեսանկյունից, ինժեներական կառույցներ։ Բանակի դիմագիծն ընդգծելու տեսանկյունից падգամավորն անդրադառնում է նոր համազգեստի կարևորությանը։ Պատկերացրեք, այդ գեղեցիկ համազգեստով մեր զինվորականները, մեր սպաները դուրս կգան փողոցում քայլեն, դրանց տեսնել կփոխվի։ Այդ խեղճությունը դուրս կգա։ Մենք մինչև հիմա սովետական միության ժամանակվա պահեստների այդ խակի գույնի այդ համազգեստներն են գրել։ Բայց հիմա ամբողջությամբ փոխվում է, ինքը դառնում է լրիվ նորովի պահանջին, վերաբերվող համազգեստ։ Վերնշվածներից բացի ընդունվել են օրենքներ, որոնք ըստ Քոչարյանի բարձրացրել են բանակի գրավչությունը։ Սոցիալական փաթեթները մեր հարստացած են։ Այսինքն այսօր բանակ ծառայություն անցնողը կան ծրագրեր, որտեղ ինքը նաև միաժամանակ զուգահեռ ունի հնարավորություն ծառայությանը զուգահեռ ունենա կրթություն, կրթության համապատասխան նաև սոցիալական բնակարան, այսինքն կրթությունը ավարտել ստանալ ունենա նաև բնակարան։ Նախկինում այդպիսի բաներ չկար։ Տեսեք, անդրադառնում է, որ դա ատեստացիա է միշտ եղել, չէ, սա սովորական ատեստացիա չի։ Սա ատեստացիա է գիտելիքների բարձրացման, իսկ դա կապվում է ուղղակի իր աշխատավարձի հետ, աշխատավարձի բարձրացում։ Օրենսդրական գործընթացներում Քոչարյանն առանձնացնում է նաև այն նախաձեռնությունները, որոնք թույլ կտան ժամանակին հայրենիքը լքած զինապարտ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան։ Մեր ազգային հարստության ամենակարևոր բաղադրիչն է մարդը։ Եվ մարդը արդեն որոնք դրսում նաև ստացել են հոսան գիտելիքներ, նրանք պետք է մեր երկրից կտրված չլինեն։ Այդպիսի օրենքների նախագծեր եղան եւ վերջին օրենքի նախագիծը, որ քննարկվեց եւ պաշտպանական գերատեսչությունը կողմ էր, եւ եթե նկատեցիք, ես այնտեղ օրենքի հեղինակին հարց էի տալի, սա կորցրած ռեսուրսի վերադարձի խնդիր է, ինչ է, թե գումարի խնդիր է։ Եվ քննարկման ժամանակ էլ մեր գործընկերներից մեկը ասաց, պետք է գումարը չդրվի հիմքում։ Հիմքում պետք է դնել այդ ռեսուրսը բոլոր ճանապարհներով հայրենիք վերադարձնելու հնարավորությունը։ Այսօր պետությունն աննախադեպ ծախսեր է իրականացնում բանակի հզորացման համար, փաստում է Անդրանիկ Քոչարյանն ու առանձնակի ակնածանքով արժևորում Հայաստանի Հանրապետության բանակի օրը։ Բանակի տոնը ոչ միայն ինձ համար, մեզ բոլորիս համար, մեր ժողովրդի համար պետքա լինի եւ կա հպարտության, երախտագիտության, խոնարհումի, առաջին հերթին հպարտության, որ մենք ունենք, անկախ նրանից մենք այսօր հաղթող ենք թե պարտվող ենք, որովհետեւ բանակի արկայությունը մեզ հնարավորություն է տալի դասեր քաղել եւ մտածել անվտանգ խաղաղ երկիրը պահելու մասին։ Իսկ դա նշանակում է բանակի զարգացում։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավելում է, բանակի 34-ամյակը առիթ է արժևորելու մեր ունեցած ձեռքբերումները։ Հունվարի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հունվարյան նստաշրջանում Հայաստանին անցած քվոտայով Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Տասնամյակների պատմություն ունեցող կառույցում տարին մեզ համար հոբելյանական է այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի անդամակցություն
կառավարության 25-ամյակը։ Այդ շրջանակում հատուկ հյուրի կարգավիճակում վեհաժողովականներին ելույթով դիմեց մեր երկրի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի սնուցման գործում, շեշտել է Արարատ Միրզոյանը։ Եվրոպական այս բարձր ամբիոնից արտաքին գործերի նախարարը փոխանցեց մեր երկրի ձգտումներն ու փաստեց, որ Հայաստանը կատարել է հստակ եւ գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության։ Եվրոպական քաղաքական հարթակում աշխարհում ընթացող գործընթացներն էին, օրակարգից անմասն չէին Հայաստանում ընթացող զարգացումները։ Այս համատեքստում ձմեռային նստաշրջանում ընդունվեց վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը վերտառությամբ բանաձև։ Փաստաթղթում մեր երկրին վերաբերող հատվածում կառույցը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ իթիվս այլ ուղղությունների կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Խոսելով խաղաղության օրակարգից Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն անկասկած կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։ Ձմեռային նստաշրջանում վեհաժողովականները Փեթրա Բայերին ընտրեցին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նոր նախագահ Տիկին Բայերը Ավստրիայից է։ Լիագումարում քննարկվեցին եւ քվեարկվեցին մի շարք արդիական խնդիրներին առնչվող զեկույցներ։ Կառույցը 98 կողմ 14 դեմ ձայներով ընդունեց նաև մեր երկիրը ներկայացնող падգամավոր Սոնա Ղազարյանի զեկույցը ժողովրդավարությունների ամրապնդումը երիտասարդների միջոցով մասնակցությունից մինչև համատեղ պատասխանատվություն։ Այս վերնագիրն է կրում փաստաթուղթը։ Հեղինակման մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովում քննարկման արդյունքում ծնվեց նման զեկույց ունենալու անհրաժեշտությունը, եւ ես հայտ ներկայացրեցի այն հեղինակելու։ Փարիզում մի քանի անգամ լսումներ եմ կազմակերպել եվրոպական ՀԿ-ների մասնակցությամբ եւ ԵԽ-ի կառույցների մասնակցությամբ եւ քարտուղարության աջակցությամբ գրվել է այս զեկույցը, որի թիրախն էր երիտասարդությունների ակտիվ քաղաքական մասնակցության խթանը։ Այսինքն երիտասարդներին ոչ թե ներգրավել արդեն իսկ գրված ռազմավարությունների շուրջ դիրքորոշում հայտնելու համար վերջնական փուլում, այլ դրանք գրելու ընթացքում։ Նշենք, որ Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում ընտրվեց երիտասարդության եւ ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ եւ ԱԼԴԵ քաղաքական ուժի փոխնախագահ։ Մեծ պատասխանատվություն է ինձ համար եւ նաեւ հնարավորություն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցերը նաեւ քննարկելի դարձնել քաղաքական խմբում, քաղաքական խմբի բյուրոյում եւ այսպիսով նպաստել հայանպաստ միջավայրի ձևավորմանը նաեւ ներ խմբային քննարկումներում, թերևս պետք է բայց նաեւ նշեմ, որ ԱԼԴԵ քաղաքական խումբը Հայաստանի վերաբերյալ բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ընդգծված դրական վերաբերմունք ուներ եւ ունի։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվեց ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հանձնաժողովը պատասխանատու է վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, падգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու եւ падգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։ ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն էլ ստանձնեց Արուսյակ Ջուլհակյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Հայաստանի եւ Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին երկկողմ քաղաքական երկխոսության եւ համագործակցության զարգացման նպատակով։ Խորհրդարանական մակարդակում կողմերն ակտիվացրել են փոխայցերն ու կապերը, խթանելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Անցնող շաբաթ ազգային ժողով էր այցելել Հունգարիայի ազգային ժողովի փոխխոսնակ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությունը նախ հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Խորհրդարանական համագործակցություն, տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող խաղաղության գործընթաց ու Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձ հայրենիք։ Ազգային ժողովի փոխխոսնակը հունգարացի գործընկերների հետ քննարկել է այդ հարցերը։ Magyarország kiemelten támogatni kívánja Örményország euró. Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր ոլորտներում։
պահպանելով տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությունը, առաջ մղելով համագործակցության ցանկացած համաձայնագիր։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիության ինտեգրման գործընթացին եւ վիզաների ազատականացմանը։ Հունգարիան աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը եւ պատրաստ է օգնել կայուն տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր միջազգային կազմակերպություններում եւ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել տարբեր տնտեսական ոլորտների զարգացման հարցում։ Պատվիրակությունը հանդիպել է նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալոմյանի հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դրանց թվում էին նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերություններն ու այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձը։ Գյուղատնտեսության ոլորտին սննդարդյունաբերությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը եւս դուրս չեն մնացել քննարկումից։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ մեր ոլորտային հանձնաժողովի եւ Հունգարիայի ազգային ժողովի հանձնաժողովի մեջ համագործակցություն սկսվի, որպեսզի մենք կարողանանք Եվրամիության լիարժեք անդամ արդեն 20 տարվա փորձ ունեցող պետության հետ հարաբերվել եւ մասնավորապես Եվրամիության agrarային շուկաների պահանջները համապատասխանեցնենք մեր գյուղատնտեսական արտադրանքները։ Հունգարիայի ժամանած պատվիրակների հաջորդ հանդիպումը ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանի, Միքայել Թոմասյանի եւ Գայանե Եղիազարյանի հետ էր։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Անդրադարձը կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն ու Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին։ Հունվարի 1-ից մեր երկրում գործում է առողջության ապահովագրության համակարգը 65 եւ ավելի տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ արդեն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իրականացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը կազմակերպել է աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետության պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականությունը եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Հայաստանում այս պահին առողջության ապահովագրության համակարգի շահառու է 1.571,181 քաղաքացի։ Նրանց ընդամենը 18.3%-ն է վճարում ապահովագրավճար, մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական աճին։ Առողջապահության նախարարը նշեց, որ հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել եւ արդեն հունվարի առաջին օրերին եղել են սպասարկվողներ։ Այցերի թիվն արդեն իսկ 250,000-ը հատել է։ 6 ամսվա ժամկետում մենք նաև հանդես կգանք որոշակի ավելի բարելավող, ավելի ուրեմն մեր քաղաքացիների առաջարկների հիման վրա որոշակի առաջարկություններով։ Պատասխանելով падգամավորների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ առաջիկա իրականացվելիք քայլերի հաջորդականությանը, մանրամասն ներկայացնելով պարզաբանումներ դիմելու կարգի համակարգում քաղաքացու կարգավիճակի վերաբերյալ։ Բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք աշխատում են, վճարում են հարկեր, բայց օրինակ չեն կարողանում օգտվել ապահովագրական ծառայությունից։ Ես ուզում եի հարցնել, այս մարդիկ որ թվականից են, այսինքն իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկեր այդ турքերի տեսքով, իրենք ասում են մենք էլ ենք ուզում միանալ, հաշվառնով որ իրենց ստաժ չի գումարվում, մենք ունենք գոնե նախնական իրանք որ փուլից են
ինքնակամ թեկուզ կարող են գալ եւ գրանցվել։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է քաղաքական պայմանագրերով աշխատանքի մասին, ուրեմն նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Պատգամավորները հետաքրքրվեցին նաև, եթե օրինակ ուսուցչի դրույքը կրճատվում է, այսինքն աշխատավարձը փոփոխվում է, այդ դեպքում նա դուրս է մնում ապահովագրության համակարգից։ Հարցին ի պատասխան նշվեց, որ եթե քաղաքացին 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս, անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից։ Արդյոք 65+ տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն եւ չեն կարող հավելվածը ներբեռնել, պարզապես օգտագործում են ամենասովորական կապի միջոցները, կա ինչ-որ տարբերակ այդ համաձայնությունը ստանալու, այսինքն առաջնային օղակում դա կլինի կամ որևէ միտեղ, ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնք որ սմարթֆոն չունեն, բայց շահառու են համարվում։ Քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի, իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում, այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե չունի մարդը սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելու։ Անդրադառնալով քաղցկեղով հիվանդների համար անվճար դեղորայքի հատկացմանը Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ապահովագրական փաթեթի շրջանակներում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը 1.2 միլիոն դրամի շրջանակներում է։ Քաղաքացին խնդրում է իր հարցը եւս հնչեցնել։ Քաղաքացին քրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժ հաստատությունում եւ արդեն 10 տարի տվյալ բուժ հաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Ցանկանում եմ ճշտել, հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ եւ հետազոտության ծախսերը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։ Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ շատ մարդիկ այս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ։ Եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ 2029-ին ապահովագրական փաթեթ կունենան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Առողջապահության նախարարությունն այս տարվա վերջին արդեն կտրամադրի հստակ վիճակագրություն, քանի անձ է օգտվել, մեկ անձի համար որքան է ծախսվել, մեկ անձն ինչ ծառայություններից է օգտվել, քանի դեղ է գնել եւ այլն։ Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերությունները հիմնված են բարեկամ երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական կապերի վրա։ Նշել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Բուլղարիայի ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Հակոբ Արշակյանի խոսքով երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը եւ խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի։ Նա գոհունակությամբ է արձանագրել նաեւ վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել։ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ TRIP նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն եւ բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին։ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը եւս իր ախտագիտությունն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարևան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է։ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը եւս կարևորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է։ Քննարկվել են նաև խորհրդանական համանման հանձնաժողովների համագործակցության տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները։ Կարևորվել է Սոֆիայի եւ Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, ընդգծվել է բուլղարահայ համայնքից գալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում եւ երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում։
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ հանդիպմանն արժևորվել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը։ Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի կառավարության աջակցությունը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում, ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը։ Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարևոր եւ զգայուն հարցերում մշտապես աջակցելու համար։ Ընդգծելով, որ իրենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից են, խմբակցության ղեկավարն այնուամենայնիվ անհամաձայնություն է հայտնել մի շարք հարցերում իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ։ Նա դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր դեսպանի հետ քննարկել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Խմբակցության քարտուղարը կարևորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև խորհրդարանական մակարդակում եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Տիգրան Աբրահամյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, կարևորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը։ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանել է падգամավորների հարցերին, անդրադառնալով տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին։ Հանդիպումների ընթացքում Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծել է, որ Շվեյցարիայի կառավարությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Եզդիական համայնքին մտահոգող կրոնական, մշակութային, ազգապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի եւ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Նշվել է, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ եզդիական համայնքը ցուցաբերում է միասնականություն։ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի շրջանակում պարբերաբար անցկացվում են աշխատանքային քննարկումներ։ Հերթական աշխատաժողովում քննարկվեց Ֆորսեթի ծրագրի 2026 թվականի գործողությունների համատեղ ծրագիրը։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Նա նշեց, որ նման քննարկումները հնարավորություն են ընձեռնում ազգային ժողովի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելու խորհրդարանի բարեփոխումների ռազմավարության ու հաղորդակցման պլանի նախագծերը, որոնք մշակվել են միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խորհրդարանական զարգացման ծրագրի շրջանակում։ Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվեց ազգային ժողովի վերաբերյալ անցկացված տարեկան հանրային կարծիքի վերլուծության արդյունքները եւ ինդեքսը, ինստիտուցիոնալ կարողությունների գնահատականը եւ ինդեքսը, ինչպես նաեւ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Շատ կարևորում ենք ստորաբաժանման ղեկավարների ոչ միայն հայեցակարգային մոտեցումները, այլ նաև դետալացված յուրաքանչյուր քայլի իմպլեմենտացիայի շրջանակներում ուղղվող միջոցառումների վերաբերյալ իրենց կարծիքը, որովհետև վերջին արդյունքում այդ ռազմավարությունը ոչ թե հայեցակարգ է, որը հանձնված է փաստաթղթին եւ չի իմպլեմենտացվելու, այլ փաստաթուղթ է, որը որ գետնի վրա պետք է իրականացվի, իրացվի աշխատակազմի կողմից։ 26 թվականի պլանավորումն ենք այսօր անում։ Պլանավորումը հիմնված է այն ռազմավարության վրա, որը որ մշակել եւ հաստատել են 2025 թվականին։ 2025 թվականի հաստատված ռազմավարության հիման վրա նաեւ առաջնահերթություններն ենք նախանշել եւ այսօր մեր քննարկմանը արդեն այդ առաջնահերթությունների ուղղությամբ մեր անելիքներն ենք նախանշում, թե ինչ պետք է անենք։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության եւ Կանադայի կառավարության ու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։